Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին հարցազրույցում ասել է, թե Ղարաբաղը Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի տարածաշրջան էր։ Արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարությունը նրան խորհուրդ է տվել չվնասել միջպետական հարաբերությունները կեղծ հայտարարություններ անելով, որոնք դուրս են նրա իրավասության սահմաններից։ Հայաստանի սահմանակից Նախիջևանում մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն տանկային դիվերսիոն ստորաբաժանումները կիրականացնեն տարբեր խնդիրներ հրետանու, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների և ավիացիայի աջակցությամբ։ Գերմանիայի պետական Սեֆե ընկերությունը 10 տարվա պայմանագիր է կնքել ադրբեջանական Սոկարից գազ գնելու համար։ Այս տարի ուժի մեջ մտնող համաձայնագիրը թույլ է տալիս տարեկան մինչև մոտ 1.5 միլիարդ խորանարդ գազ ձեռք բերել Ադրբեջանից, հայտնում է Բլումբերգը, նշելով, որ գազն ըստ ամենայնի Եվրոպա կհասնի տրանսադրիատիկ խողովակաշարի միջոցով։ Գերմանիայի և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունների միջև կնքված գործարքը կաջակցի արտադրության և ենթակառուցվածքների ներդրումներին, մեծացնելով Եվրոպա մտնող խողովակաշարային գազի ծավալները, համատեղ հայտարարությունում շեշտել են կողմերը։ Ռուսական բանակն անցած գիշեր զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայում, Օդեսայում 2 տղամարդ է զոհվել, ևս 9 անձ վիրավորվել։ Վնասվել են բնակելի շենքեր, հիվանդանոցներ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ, հայտնել են քաղաքի իշխանությունները։ Կիևի վրա դրոնների հարձակման հետևանքով հաղորդվում է 1 զոհի, 4 վիրավորի մասին։ Ռուսաստանյան Բելգորոդում էլ ուկրաինական ուժերի հարվածների հետևանքով 1 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 4-ն էլ վիրավորվել, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում զինված հարձակման հեղինակը, ով ըստ լրատվամիջոցների դպրոցի աշակերտներից է։ Վերջին տեղեկությունների համաձայն վիրավորվել է ավելի քան 20 մարդ։ Միջադեպի պատճառների մասին պաշտոնական տեղեկություններ մինչ այս պահը չեն հաղորդվել։ Ականատեսները լրատվամիջոցներին պատմել են, որ զինված անձը կրակ է բացել դպրոցի 2 դասասենյակներում։ Կալիֆորնիայի նահանգապետ դեմոկրատ Գևին Նյուսոմը դատական հայց է ներկայացրել Միացյալ Նահանգների նախագահի, Պենտագոնի և պաշտպանության նախարարի դեմ Լոս Անջելեսում ազգային գվարդիայի զորքերի տեղակայման համար, պնդելով, որ այդ քայլը հակասահմանադրական է։ Ամերիկյան կառավարությունն անցած օրերին որոշել էր կրկնապատկել Լոս Անջելեսում տեղակայված զորքերի թիվը անօրինական ներգաղթյալների հայտնաբերման ռեյդերի դեմ բողոքի ցույցերի ֆոնին։ Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը, որը մոտ 1 տասնյակ համախոհների հետ փորձում էր ծովով օգնություն հասցնել Գազայի հատված, արտաքսվել է Իսրայելից։ Ավելի վաղ նրանց տեղափոխող նավի տեղաշարժը իսրայելցի զինվորականները արգելափակել էին, նավում գտնվող անձանց բերման ենթարկել, իսկ օգնության բեռը առգրավել։ Իսրայելական աղբյուրների տեղեկություններով ևս 8 ակտիվիստներ դեռևս շարունակում են կալանքի տակ մնալ, քանի որ հրաժարվում են ստորագրել արտաքսման անհրաժեշտ փաստաթղթերը։ Նրանց թվում է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ռիմա Հասանը։ Ազատության նավատորմի կոալիցիայի Մադլին նավի ուղևորությունը մեկնարկել է 1 շաբաթ առաջ Սիցիլիայից շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված օգնություն հասցնելու, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու ամիսներ ձգվող պաղեստինյան անկլավի հումանիտար ճգնաժամի վրա։